Այսօր մեր հայլին չի լռում, այն մի քիչ շարժվում է, մի քիչ ժպտում, մի քիչ էլ ծիծաղում։ Բարև ձեզ, ես Մարիամն եմ, այսօր ինձ հետ է Սիլվին, Վարսահարդար սրահի ղեկավար, Շվարցկով պրոֆեսիոնալի արտիստիկ թիմի անդամ։ Եվ մարդ, ում մոտ կարծես մազերն ավելի ուրախ են դառնում։ Այս էպիզոդը աշխատանքի սիրո մասին է, այն մասին, թե ինչպես կարող է աշխատանքը դառնալ էներգիա։ Բարև Սիլվի, դու իմ ճանաչած ամենաէներգիավլի, ամենապոզիտիվ մասնագետներից ես և շատ ուրախ եմ, որ ընդունեցիր իմ հրավերը։ Ուզում եմ, որ այսօր խոսենք քո հայլու մասին և տեսնենք, թե ինչ կա թաքնված քո հայլու ետևում։ Ով է Սիլվին այսօր քո բառերով։ Բարև ձեզ, նախ շնորհակալություն, որ հրավիրեցիք ինձ Մարիամ ջան։ Այսօր ես կին եմ, ով ընտրել է իր ճանապարհը, իր սիրելի մասնագիտությունը, իհարկե դեռ սովորող եմ, բայց արդեն հստակ գիտեմ ինչ եմ ուզում այս կյանքից եւ ուր եմ գնում։ Ոնց եկավ այն պահը, որ որոշեցիր ընտրել բյութի ճանապարհը։ Ունենալով տնտեսագետի կրթություն, բայց մեկը չգտա ինձ օֆիսային աշխատանքի մեջ եւ սերը դեպի գեղեցկություն ստեղծելը դարավ ինձ այս ոլորտ։ Ոնց սկսեցիր այդ ճանապարհը, երբ սկսեցիր սովորել, որտեղ սովորեցիր։ Որոշումս շատ պատահական եղավ, շատ էի ուզում աշխատել, բայց երեխաներս դեռ փոքր էին, մոտ մի 17-18 տարի առաջ է եղել, բայց սովորելու հնարավորություն չունեի, քանի որ փոքրիկ էր աղջիկս, 1 տարեկան էր, երկար ժամանակով թողնել չէի կարող, բայց այնքան էի ուզում աշխատեի։ Մենք հարևանուհի ունեինք Վարսահարդար, մեկնելու էր երկրից ու ինձ ասում էր, որ քոպես իմ մազերը ոչ մեկ չի ֆենում, արի ես քեզ սովորեցնեմ, դու կաշխատես իմ տեղը, երբ որ ես գնա, դա եղավ առաջի քայլերը, իհարկե նա շուտ մեկնեց եւ ես համարյա ոչինչ չէի հասցրել սովորել, իսկ ես իմ հանդեպ շատ խստապահանջ եմ, հասկացա, որ պետք է ավելի խորացված ուսուցում անցնեմ, ու այդ ժամանակ իմ առաջին ուսուցիչը եղավ Անուշ Մելքոնյան, շատ շնորհակալ եմ իրեն, որտեվ ինքը ինձ տվեց այս մեծ սերը դեպի այս մասնագիտություն։ Ես գիտեմ, որ դու ընթացքում շատ վերապատրաստումներ ես անցել եւ երկրում եւ երկրից դուրս, բայց այստեղ ֆիքսեցի մի բան, որ մինչեւ սովորելը, այսինքն դու արդեն ֆենում էիր մազեր ու Վարսահարդարում մոտ առաջինը սովորել ես, քո մեջ նկատել էր այդ ձգտումն ու տաղանդը, այսպես ասած։ Սկսել եմ շատ փոքր տարիքից ու ամեն օր, ամեն վայրկյան ինչ որ կերպարներ էի ստեղծում տիկնիկներիս հետ, հետո արդեն մանկապարտեզում բոլորին հյուսիկներ էի անում, հետո դպրոցում կհաստատեն իմ ընկերուհիները, որոնք բոլորը մինչև հիմա ասում են, որ դու շատ ճիշտ ճանապարհի վրա ես, հենց դա էր քոնը։ Եվ իհարկե հիմա իմ հաճախորդները։ Իրականում ես էլ հիշում եմ, որ այն տարիքում, որ ես նույնիսկ չգիտեի, որ մազ կտրողի անունը Վարսահարդար է, ես երբ որ պարկում էի տատի տանը, այն գորգի գծերը բոլորս արել ենք, չէ, մատերով գծում էի, ու ասում էի, ես որ մեծանամ, այսպես մազ եմ կտրելու, որ ասեն, այս Մարիամի կտրվածքն է։ Տիկնիկները միանշանակ մեր զոհերն են եղել ու հիշում եմ այն պահը, երբ որ արդեն ինձ տանում էին Վարսավիրի մոտ մազ կտրելու, ես հենց այդ նույն օրը իմ թարմ նոր կտրած մազերը գալիս էի հայլին դնում էի ու տանա պատահած առաջի մկրատով փորձում էի Վարսավիրի պես իմ մազերը կտրել, այսինքն ես նույնիսկ իմ վրա եմ փորձել պարապել։ Շատ հավես պահ է, որ ոչ թե կյանքի բերումով մենք գումարին ձգտելով ենք որոշը մասնագիտություն ընտրել, այլ ես միշտ ասում եմ, ոնց որ նկարիչը չի կարա որոշի եւ դառնա նկարիչ, իր մեջից պետք է տաղանդը լինի, նույնը մեր մասնագիտության մեջ է, եթե լուրջ ես վերաբերվում։ Իսկ երբ հասկացար, որ սա պարզապես աշխատանք չէ, այլ ավելին։ Երբ որ զգացի, որ հաճախորդներս գալիս են ոչ միայն սաներվածքի ետևից, այլ զգացողությունների, էներգիայի փոխանակման, ամեն անգամ ամեն հաճախորդի հետ ես մի նոր պատմություն էի ընթերցում ու ինձ համար էլ էր շատ հետաքրքիր։ Մինչ այժմ
այդ հետաքրքրությունը կա ու ավելի աշատացել։ Տես, շատ հաճախ մասնագիտությունը ձևավորում է էներգիա, բայց քո դեպքում այնպես է, այնպիսի տպավորություն է համենայն դեպս, որ քո էներգիան է ձևավորում, քո մասնագիտությունը։ Սիլվի, քեզ միշտ տեսնում ենք ուրախ եւ ակտիվ, ու այստեղ մի շատ նուրբ հարց ունեմ, հուսամ անկեղծ կասես, դա բնավորություն է թե գիտակցված ընտրություն։ Մարիամ, դու ինձ շատ լավ ես ճանաչում, դու գիտես, որ դա ի սկզբանե եղել է բնավորություն, բայց հետագայում դարձավ գիտակցված ընտրություն, որովհետև հասկացա, որ հաճախորդները գալիս են դրական էներգիայի ետևից։ Ես պարտավոր եմ իրենց միայն դրական էներգիա փոխանցել։ Լինում են օրեր, երբ էներգիա չկա։ Ինչպես ես այդ փուլը հաղթահարում, ինչն է քեզ տալի էներգիա, որ միտքը կամ ինչ ես անում։ Այո, տենց օրեր ունենում եմ, որ ես ինձ սպառված եմ զգում։ Այդ օրերին ես ուղղակի ինձ թույլ եմ տալիս հանգստանալ առանց ինքնակնդատության։ Բոլորս էլ մարդ ենք, մեծ ժամանակ է պետք, որ մեզ վերագտնենք։ Կարևորը այդ փուլերը ոչ մեկ չի նկատում։ Ինձ էլ են բացահայտում են մարդիկ, ովքեր որ ինձ շատ լավ են ճանաչում, բայց ես միշտ փորձում եմ, որ չտարածվի իմ ընկերների վրա իմ տրամադրությունը։ Սիլվի, իսկ երբ որ նայում ես հետ քեզ առաջ ու հիմա, ինչ է քեզ տվել այս մասնագիտությունը։ Շատ եմ փոխվել, ինքնավստահություն ունեմ հիմա, միշտ ունեցել եմ ձգտում ու ինձ համար միշտ կարգախոս ա եղել, եթե մի մարդ կարողանում է մի բան անել, մյուսն էլ կարա, պետք է ուղղակի շատ աշխատի, ես կաշխատեմ անընդհատ։ Եթե մի նպատակ ունեմ, ես միշտ կհասնեմ այդ նպատակին։ Այդ ինձ սովորացրել է իմ մասնագիտությունը։ Իրականում շատ ճիշտ ես, ես էլ ունեմ այդ մտածելակերպը, երևի մեր մասնագիտությանը դա հատուկ է, որ անընդհատ դժվարությունների մեջ անցնելով մենք սովորում ենք հաղթահարել, բայց չհանձնվել։ Իսկ մարդիկ ինչ են քեզ սովորացրել, այսինքն ամեն օր դու շփվում ես հաճախորդների հետ, տարբեր մարդկանց հետ։ Հենց այն, որ ամեն մարդ ունի իր պատմությունը եւ իրենք գալիս են ինձ մոտ ոչ միայն գեղեցիկ սանրվածքի ետևից, այլ իրանք գալիս են էներգիայի ետևից, նոր տպավորությունների, իրենց շեղելու միգուցե իրանց կյանքից։ Հաճախակի պետք է մենք ուղղակի լռենք, որպեսզի լսենք իրենք ինչ են ուզում։ Ամեն եկող հաճախորդից ես սովորում եմ։ Ինչ որ մի բան վերցնում եմ իրենցից։ Ամեն մեկը յուրովի տարբեր է իմ համար ու սիրված իր տեսակով։ Ինչ հիշվող պատմություն ունես հաճախորդների հետ կապված։ Շատ տարիներ առաջ, երևի մի 15 տարի առաջ, աշխատում էի դեկտեմբերի 31-ի այդ պիկի մեջ, ուրեմն սրահի դուռը բացեց, ներս մտավ մի աղջիկ թաց մազերով ու առանց բարևելու ինձ ասեց. «Դու Վարշավիր ես, դույով»։ Նայեցի, բարի ձեզ, այո, ասեց բանը. «Կարաս հենց հիմա մազերս ֆենես»։ Ես այդ պահին աշխատում էի ու 2 հոգի սպասող ունեի, որ պետքա վերջացնեմ ու իրենց մազերը ֆենը։ Ասեմ, ջան, այսօրվա համար 1 ամիս, մի քանի ամիս առաջ են հերթագրվում։ Ես չունեմ ազատ տեղ։ Մակասը զարմացած նամա դեմք։ Բա մարդս ասեց, անունս կտաս, մազերդ կֆենեն։ Սենց համցի ծաղելի է, համսը զարմացած ասում եմ, ներեցեք ով է ձեր ամուսինը։ Ոսում համոն։ Անկել ասեմ, կներեք, ես չեմ ճանաչում, երևի ինչ-որ ուրիշ տեղ են ձեզ ուղարկել, սխալ եք եկել, բայց իմ մոտ իրոք այդպես չեն պայմանավորվում է։ Գնացից լավ, դուռը փակեց ու գնաց ու այդ օրը մենք արդեն երևի 3-ի 4-ի կողմերն էր, ցերեկ, արդեն հոգնած էի, բայց այնքան էներգիա ստացանք, այնքան ծիծաղեցինք ու այնքան անեկդոտներ հյուսվեց այդ հաճախորդուս գնալուց հետո միշտ հիշում ենք ու եթե ուզում եք գրանցվեք Սիլվի մոտ, արդեն տարբերակը իմացեք համո։ Միայն համոյի միջոցով։ Ուրեմն այդպեսի մի դեպք ես ունեմ, երբ որ նոր էի սովորում, այն
աստղային բանա, հա, երբ որ դու զգում ես քեզնից ինչ որ բան ես ներկայացնում եւ այլն, քեզ որպես վարսավիր են ճանաչում, հաճախորդներից մեկը հարցրեց, մազերս սևեր ներկած, հարցրեց, ասաց, ինչ ներկով ես ներկում, որ սենց փայլում է մազերդ։ Ասեցի ինչ ներկով եմ ներկում ու շեշտեցի, որ ես ոչ թե սև եմ ներկում, այլ կապտասև, այսինքն մեր լեզվով ասած սինի չորնի։ 2 օր հետո այդ կինն եկավ, ասաց Մարիամ ջան, այն ինչ ներկա ասեցիր կսեմ, բայց քանի որ ես նոր եմ սովորել ներքին վախել ունեմ, կարող եմ մի բան են չեմ ասը, ասաց այդ ներկը կսեցի, 40 րոպե պահեցի, լվացի, սինին թափավ, չորնին մնաց գլխիս, երբ որ սինի չորնին լվանում ես, այդ կապույտ երանգն է, չէ թափում, այսինքն նմանատիպ համով պատմություններ շատ է լինում հաճախորդների հետ։ Իսկ ինչ ես ամենաշատը ուզում փոխանցել հաճախորդներին սաներվածքից բացի։ Ինքնավստահություն, սերը դեպի իրենց անձը։ Շատ կարևոր է դա ինձ համար։ Ես շատ եմ ուրախանում, երբ որ տեսնում եմ հաճախորդս իրան նորովյանը եմ հայլու մեջ ու ավելի է իրեն սիրում։ Այդ զգացողությունն է ինձ միշտ տալիս Այդ զգացողությունն է ինձ ասում, որ ես ճիշտ տեղում եմ։ Եղել է պահ, որ որոշել ես թողես մասնագիտությունը, բայց ինչ որ բան քեզ հետ է պահել, ինչ որ խոսք, ինչ որ քայլ։ Հա, Մարիամ ջան, շատ են եղել, որտեվ մինչ այս ոլորտում աշխատելը ես ալերգիկ ֆոն ունեի եւ կարային ինձ մոտ տհաճություն առաջացնեին տարբեր բաներ, չեմ ուզում հիմա նշել, բայց միշտ ինձ հետ է բերել դեպի իմ սիրելի աշխատանքը մարդկանց շնորհակալական ժեստերը, սերը, ես չեմ զղջացել, որ ընտրել եմ այս մասնագիտությունը։ Իրականում հիմա չէ, բայց երբ որ ես այս մասնագիտությունը ընտրել եմ, ինչ շատ են հարցրել, չես զզվում մազից, չես զզվում ամեն մարդու մազի հետ աշխատելուց։ Ես այնքան եմ սիրում իմ գործը, ես այնքան եմ սիրում ամեն մի հատիկ մազը, որ նույնիսկ իմ համար այդ հարցը տարօրինակ էր, ինչից պետք է զզվեմ։ Բայց այո, մենք կարող ենք ունենալ նյութերից ալերգիաներ, մարդիկ կան ուղղակի այդքան ոտքի վրա, չեն կարող աշխատել, ամեն գործ ունի բարդություն։ Ու չգիտեմ, երբ որ մենք քար չենք վերցնում, չի նշանակում մեր գործը բարդ չի։ Մեր գործի բարդություններն էլ կայանում է հենց դրանում, որ առավոտից երեկո ոտքի վրա կանգնած ալերգիաները, տարբեր մարդկանց հետ շփվելը, որ բավականին դժվար գործ է, այսինքն մենք ամեն օր տեսնում ենք տարբեր տրամադրությամբ մարդ կարա իր տանը պրոբլեմ ունենա, որոշի, որ պետք է գա մազերը ֆենի, որ մի քիչ հանգստանա, ու այդ իր էներգիան փոխանցի մեզ։ Այդ տհաճության զգացողությունները ինձ մոտ որ եղել են, ի սկզբանե, իսկ հիմա ընդհանրապես ես նման բաներ չեմ զգում։ Ես ինձ փորձել եմ միշտ շեղել ու հոգեպես արդարացնել դիմացինից, որպեսզի կարողանամ հետ աշխատել, որպեսզի իմ հաճախորդն էլ դրանից դիսկոմֆորտ չունենա։ Օրինակ ես այս տարիների ընթացքում մի անգամ եղել է, որ լրիվ թողել եմ գործս ու անցել եմ օֆիսային աշխատանքի։ Այն որ աշխատավարձով, հա, ես գնում եմ աշխատելու վերջ, որովհետև կյանքի բերումով իմ մոտ տեղից տեղ փոխվելը շատ է եղել, չգիտեմ, Հրազդանում, Ռուսաստանում, Երևանում, Հրազդանում, Երևանում ու դու որպես մասնագետ գիտես, որ ամեն փոփոխություն նշանակում է սկսել զրոյից։ Դու հավաքում ես հաճախորդներ, արդեն լավ է ու դու ստիպված ես տեղափոխվելու։ Թողեցիր են ինչ որ ունեիր ու այդ ֆոնի վրա իմ մոտ էլ եկել էր մի պահ, որ ես մտածում եմ, ես կարող է իմը չի, կարող է ես ի վիճակի չեմ։ Մոտավոր 4-5 ամիս օֆիսում աշխատելուց հետո հասկացա, որ ինչքան էլ որ դժվար, ինչքան էլ որ մանր քայլերով, բայց ես վարսահարդար եմ ու մինչև վերջերս ես այդ հարցին շատ եմ տվել։ Եթե վարսահարդար չէ, ապա ինչ, ես ուղղակի չգիտեմ ինչ, որովհետև ի սկզբանե ես այդ ուղղությամբ եմ մտածել, այդ ուղղությամբ եմ գնացել ու հասկացա, որ այդ դժվարությունները ուղղակի պետք է հաղթահարել, ոչ թե հիասթափվել ու թողել գործը։ Ու հաջորդ հարցը երևի հենց այս ամեն ինչի պատասխանն է, որ ինչ ես զգում, երբ որ նայում ես հայլու մեջ ժպտացող
դեմքերին։ Այսինքն ես հասել եմ իմ նշանակետին, հաճախորդս գոհ է, բավարարված է, ես կատարել եմ իր ցանկությունը, այն ինչ որ ինձնից պահանջվում է։ Վստահ եմ, որ եթե ոչ հիմա, եթե ոչը արդեն կախված է հաճախորդներից, որովհետև ելի եմ ասում, իրանց տրամադրությունից է կախված իրանց գոհ լինելը։ Եղել է նաև հակառակ տարբերակը, երբ որ դու նայում ես քո աշխատանքին, արել ես այն ինչ որ հաճախորդն է ուզում, բայց կա դժգոհություն։ Դա ոնց ես հաղթահարում։ Ես ամեն կերպ փորձում եմ ուղղել այնպես, որ իրեն դուր գա, անգամ եթե դա ինձ դուր չի գալիս ու դա դեմ է բոլոր իմ սկզբունքներին։ Շատ հաճախ եղել են հաճախորդներ, որ իմ սրահից դուրս են եկել ու ես ասել եմ ոչ մեկ չի հավատա, որ ես եմ տենց արել, բայց հաճախորդը միշտ ճիշտ է ու պետք է անենք այն ինչ, որ ինքը ուզում է մեզանից, դրա համար կփորձեմ մինչև մաքսիմալ գնալ, որպեսզի բավարարեմ։ Այդ արտահայտությունը շատ ենք լսում, հաճախորդը միշտ ճիշտ է։ Ինձ համար ամենաբարդ հաճախորդը կներես, Մարիա, այն հաճախորդն է, որ ինքը չգիտի ինքը ինչ է ուզում։ Ու իրան ոչ մի կերպ չես կարող բավարարես, որտեղ ինքը իր հետ հաշտ չի։ Պետք է իր հետ մի հատ նախնական հոգեբանական զրույց ունենալ, մեր լեզվով դիագնոստիկա անել, որ հասկանալ մարդու ներաշխարը իր պատկերացումը գեղեցկության մասին, նոր հետո սպասարկել։ Իմ համար ամենադժվար հաճախորդը իրանք են։ Ավելի շատ խոսում ես, ավելի երկար, քան աշխատում ես։ Այս ամեն ինչը կարևոր թեմաներ են իմ կարծիքով, հատկապես սկսնակների համար։ Այսինքն ես ուզում եմ, որ այն մասնագետը, ով որոշել է սովորի վարսահարդարում կամ բյութի ոլորտի ցանկացած մասնագիտություն կամ արդեն իսկ նոր է սկսել, պատրաստ լինի նման պատմությունների։ Սիլվի ջան, քանի որ խոսում ենք քո մասին որպես մասնագետ, ուզում եմ հասկանալ, թե ինչպես ես ընտրում բրենդերի հետ համագործակցությունը եւ սկզբում նշեցի Շվարցկոֆ պրոֆեսիոնալի մասին, ինչ փոխեց քո կյանքում Շվարցկոֆի արտիստիկ թիմի անդամ դառնալը։ Իրականում ինձ ավելի պրոֆեսիոնալ վարսահարդար համարում եմ հենց այն ժամանակվանից, որ ես սկսեցի աշխատել ավելի պրոֆեսիոնալ ու բարձրակարգ նյութերով, հանձինս Schwarzkopf Professionally, ինձ շատ մեծ փորձ եւ գիտելիքներ տվեց համագործակցությունը իրենց հետ եւ այդ ավելի նոր ինքնավստահ փուլը իմ մոտ սկսեց այդ ժամանակվանից։ Աշխատանքի որակը պայմանավորված է համարյա կեսը լավ նյութերից եւ իհարկե լավ գործիքներից։ Պրոֆեսիոնալիզմը շատ մեծ նշանակություն ունի, բայց երբ որ աշխատում ես որակյալ նյութերով, քո մոտ ավելի մեծ ինքնավստահություն կա եւ ցանկալի արդյունք։ Ինչ վերաբերվում է արտիստիկ թիմին, այո, դա նորից ինձ համար մեծ կոմպլիմենտ եւ ինքնավստահություն էր, բայց իրականում նման բաները ավելի մեծ նշանակություն ունեն մեր հաճախորդների համար։ Իրենք տեսնելով, որ դու վերապատրաստում ես ինչ-որ արտ երկրում, շրջագայում ես կամ ինչ-որ մի կոչում ես ստացել, տրեյների, տեխնոլոգի կամ չգիտեմ ինչ-որ, դա իրեն տալիս է ավելի մեծ ինքնավստահություն, որ իր մասնագետը ավելի պրոֆեսիոնալ է։ Իմ մոտ շատ միշտ անգամ այն ժամանակ, երբ որ շատ փոքր էր իմ սրահը եւ շատ քիչ էին հաճախորդները, մենք միշտ լուսաբանում էինք ամեն ինչ մեր սրահի հետ կապված, իսկ սկզբանե դա շատ քննադատությունների արժանացավ։ Հետո զգացինք, որ բոլորը սկսեցին այդպես վարվել։ Ես մտածում եմ դա եղել է իմ հաջողության գրավականներից նաև մեկը, որ ես լուսաբանել եմ մեր առօրյան, ծիծաղով, երգով, պարով, մեզ մոտ նոր Հաճն քաղաքում նաև խոսում են, որ ես երգող պարող վարսահարդարն եմ, որովհետև կարող է մարդը գալ ինձ մոտ շատ վատ տրամադրությամբ, բայց մեր սթորիներին եթե հետևեն, կտեսնեն, որ կարող է այդ մարդը պարելով հեռանա սրահից։ Դե իհարկե ոչ բոլորի համար է դա հաճելի, մարդիկ կան, որ կարա դա իրենց համար տհաճ լինի, բարձր երաժշտությունը, բարձր ծիծաղը։ Դրա համար փորձում ենք այդ ամենը բալանսի մեջ պահել, չափավոր։ Բայց շատ է դա մեզ օգնում դուրս գալ ստրեսից, հոգնած վիճակից ու այդ մթնոլորտը, որ ժպիտի ու երկու բարի մեջ է կառուցվում,
Միշտ դրական արձագանք ա ունենում իմ հաճախորդների կողմից։ Իրականում կարծում եմ կհամաձայնվես, որ տարիների ընթացքում, փորձի ընթացքում գալիս է մի պահ, որ հասկանում ենք, որ մենք հավաքել ենք հաճախորդների այնպիսի բազա, ովքեր նման են մեզ։ Այսինքն հաճախորդներն էլ ոչ միայն նայում են պրոֆեսիոնալ աշխատանքին, այլ մասնագետ ընտրելուց մասնագետը պետք է իրան հոգեհարազատ լինի։ Ու այդ առումով ամեն հաճախորդ ինքն է ընտրում, թե որ սալոնը այցելի ու ում մոտ այցելի։ Քանի որ շեշտեցիր նոր հաճնի սրահի մասին, ուզում եմ խոսենք հենց սրահից։ Բնականաբար վստահ եմ դու էլ ասացիր, որ առավելությունը հենց այն է, որ ձեր մոտ միշտ բարձր տրամադրությունը։ Իսկ թիմի հետ կապված, թիմի հետ աշխատելու հետ կապված, ոնց ես այդ հարցերը հասցնում քո մասնագիտության հետ։ Ես միշտ լսում եմ իմ գործընկերներին, ես իրենց չեմ համարում իմ աշխատողներ, ես համարում եմ իմ աշխատակիցներ։ Շատ կարևոր է, որ սրահի տնօրենը նաև լինի մի մասնիկը, այսինքն մենք լինենք գործընկերներ, ոչ թե ես լինեմ տնօրեն։ Ես երբեք այդպես չեմ կարա լինեմ։ Իմ աշխատակիցներն էլ դա կասեն, կփաստեն, բայց ես միշտ լսում եմ իրենց, ընտրում եմ այն տարբերակը, որը ոչ կվնասի սրահին, ոչ կվնասի իմ աշխատակիցներին։ Ու փորձում եմ ընտրել լավագույն տարբերակը, դեռևս հաջողվել է։ Սիլվի ջան, խոսեցինք քո մասին որպես մասնագետ, որպես վարսահարդար, որպես սրահի ղեկավար, բայց ամեն օրվա վերջում մենք մնում ենք մենակ եւ ուզում եմ իմանալ, թե ինչ կա թաքնված քո հայլու մեջ, երբ որ դու մենակ ես մնում հայլու առջև։ Այն ժամանակ, երբ ես մենակ եմ մնում իմ հայլու առաջ, այո, ես տեսնում եմ այնտեղ մի Սիլվի, որ շատ հոգնած է։ Շատ հոգնած է, բայց նաև իմ մեջ ուժ եմ գտնում վերականգնել իմ ուժերը, այդ հոգնածությունը անցնում այն ժամանակ, երբ հիշում եմ նպատակներս, ինչի համար եմ ես հոգնում։ Ու ես միշտ մինչ կայանալ է իմ մասնագիտության մեջ ինձ համարել եմ ոչ այդքան հաջողակ, մտածել եմ, որ ինձ դժվար է ամեն ինչ տրվում, բայց ես շատ սխալվել եմ։ Դա հենց այն է, որ մենք պետք է ինքներս մեզ ասենք, որ դու ամեն ինչ կարաս ու ես ինքս ինձ ասում եմ Սիլվի ջան, վեր կաց, շարունակի քայլել ու դու կհասնես։ Հետո իմ ամեն հաճախորդը ինձ նոր էներգիա է տալիս։ Միշտ ասում եմ, որ ես էներգիա եմ տալիս, բայց նաև ես այդ էներգիան վերցնում եմ։ Ես չգիտեմ, հաճախորդների հետ աշխատելով ամեն անգամ նոր էներգիա եմ ստանում։ Ինձ շատ են հարցնում. Սիլվի ջան, ախ քեզ որտեղից այդքան էներգիա։ Ուրեմն իմացեք, իմ սիրելի հաճախորդներ ջան, ձեզնից եմ ես ստանում այդ էներգիան։ Ոնց որ հոգնած Սիլվին միայն օրվա վերջում է ու երբ որ մենակ է, ատում է մենակությունը։ Ինչ կասես այն աղջիկներին, ովքեր ուզում են լինել պոզիտիվ, ուրախ, ակտիվ, գոնե երևալ այդպիսին, բայց չի ստացվում։ Այդ նույն հոգնածությունը իրանց մոտ կա։ Ժպիտ եկավ ինձ մոտ, որովհետև հիշեցի, որ այս թողարկումը լինելու է հենց կանանց տոների շրջանակներում, ընթացքում։ Նախ ուզում եմ շնորհավորել բոլոր կանանց եւ աղջիկներին մեր ամենագեղեցիկ տոների կապակցությամբ, ցանկանալ, որ իրենք լինեն ուժեղ, գեղեցիկ, ու ես գիտեմ, որ ես ցանկանում եմ լինեն ուժեղ, բայց ես վստահ եմ, որ դուք շատ ուժեղ եք ու չեմ ուզում ռուսերեն բառեր օգտագործել, բայց եթե մենք հավաքվենք, мы покорим весь мир։ Իսկ վերադառնամ հարցին, չի լինում հաղթանակ առանց դժվարությունների։ Եթե մենք չանցնենք խոչընդոտների միջով, չենք հասնի ինչ-որ մի նշանակետի։ Թող ոչ մեկի չթվա, որ ես համարում եմ, որ ես հասել եմ ինչ-որ նշանակետի, ի սկզբանե ես նշեցի, որ ես սովորող եմ, բայց արդեն գիտեմ ուր եմ գնում, ինչի համար։ Հենց մենք գտանք այն ուղղությունը, նշանակետը, դեպի որը պետք է գնանք, այդ ժամանակ այդ խոչընդոտները մեր կյանքում հաղթահարելի կլինեն։
Այնպես որ առաջ ամեն ինչ կստացվի։ Հիմա ուզում եմ ասես, թե ինչ նորություններ սպասեն քեզանից, ինչ նորություններ ունես կամ հետագայում ինչ ես նախատեսում։ Բացի նրանից, որ ես աշխատում եմ, նաև ուսուցանում եմ, այս պահին ունեմ նաև աշակերտներ, բայց որոշել եմ ավելի մեծ սեմինար կամ դասընթաց ունենալ, դեռ մշակման մեջ եմ։ Այո, շատ մեծ նորություններ են սպասվում, անակնկալներ։ Մնացեք ինձ հետ, ինձ թվում է հետաքրքիր է լինելու։ Դե իհարկե Սիլվի էջը դուք կտեսնեք ներքևում, անպայման։ Սիլվի ջան, շնորհակալ եմ շատ այս անկեղծ զրույցի համար։ Իմ նպատակը հենց սա է, որ ոչ թե մենք ունենանք կատարյալ, գրագետ, իդեալական զրույց, հա, իդեալական կյանքի մասին, այլ մենք խոսենք այնպես ինչպիսին կանք, անկախ այսպես ասած դժվարություններից, անկախ նրանից թե ինչը կուզենք իմանալ, ինչը չէ, բայց այսպիսի զրույցները մեր կյանքում պակասում են, որովհետև հիմա բոլորս էլ այս հոսանքի տակ մեր էջերում ցույց ենք տալի, բնականաբար իդեալական, ուրախ, ամեն ինչ շատ լավ է, բայց շատ կանայք խափնվում են հենց դրան։ Ու ուզում եմ, որ իրանք տեսնեն նաև մեր հայլու հակառակ կողմը։ Ու անցնենք մեր էպիզոդի մշտական ու թեթև հարցերին։ Քեզ տալու եմ 5 հարց թեթե եւ 5 նախադասություն, որը որ դու կշարունակես, բայց չի երկար մտածել, ավելի հումորային տարբերակ է սա։ Ու սկսենք։ Սենք։ Առավոտյան սուրճ թե նախաճաշ։ Սուրճ։ Անել այնինչ հաճախորդն է ուզում, թե այնինչ դու ես ուզում։ Անել այնինչ հաճախորդն է ուզում։ Աշխատել հաճախորդների հետ լուռ, թե շփումով։ Շփումով։ Արագ ավարտել, թե ոչինչ, հաճախորդը թող մի քիչ ուշանա։ Արագ ավարտել։ Հանգստանալ, թե այս ամիսն էլ անցնի կմտածեմ։ Այս ամիսն էլ անցնի կմտածեմ։ Եվ ավանդական դու կարող ես մեկ հարց տալ ինձ, ես պատասխանեմ։ Ինչ է քեզ տվել ծանոթությունը ինձ հետ, Մարիամ։ Ծանոթությունը քեզ հետ։ Նախ ասեմ, որ ես ոնց որ դու քո էներգիան ես տալի ու վերցնում, նույն կերպ ես եմ, ոչ միայն էներգիայի առումով, այլ նաև սովորելու առումով։ Ես գիտեմ այս կյանքում ինձ ինչն է պակասում ու ինչ կարամ ես տամ։ Մինչև քո հետ շփումը սկսել է, ինձ գրավել է հենց քո պոզիտիվը։ Բայց քանի որ ես մի քիչ խորացած եմ հոգեբանության մեջ, ես միշտ գիտեմ, որ այդ պոզիտիվի հետևում ինչ որ բան կա։ Ու ես քեզնից ուզել եմ սովորել, հենց այն առաջի պահը, հա, երբ որ նայել եմ, ասել եմ կուզեի ես աղջկա պես լինեի, որ ոչ մեկ չզգար էլի, ինչա կատարվում իմ հետ։ Ու սկսել եմ քո հետ շփվել։ Վարակել ես ինձ քո պոզիտիվով, ամեն դեպքում գոնե այն ժամանակաշրջանը, որ իրար հետ ենք շփվել, մենք միասին երկրից դուրս ենք գնացել, մի սենյակի մեջ ենք մնացել եւ այլն, գոնե այդ հատվածները իմ ժամանակը լցրել ես ուրախությամբ։ Նշեմ, որ ի սկզբանե որ ես նոր եմ սկսել իմ ճանապարհը Schwarzkopf Professional-ի հետ, իմ տրեյներներից մեկը նաև եղել է Մարիամը, ու ինձ համար եղել է վառ օրինակ, ու ես շատ բան եմ քեզնից սովորել, ու շատ ուրախ եմ այսօրվա համար, որ դու այստեղ ես, ու շատ ողջունում եմ, ու ամեն ինչ կանեմ, որպեսզի այս ճանապարհդ չընդհատվի, կօգնեմ, որ ավելի առաջ շարժվես, ինչքան որ ինձնից հասնում է, ու ինչքան որ կարող եմ։ Ներկայությունը ինձ արդեն հերիք է, իսկապես իմ համար շատ կարևոր էր այս զրույցը ու ինչ որ չափով ուզում էի պատկերացնել, հա, ոնց կլինի, ոնց կստացվի մեր մոտ, եղավ այն, ինչը որ ես նույնիսկ չէի կարա պատկերացնել, շատ հաճելի էր, շատ ուրախ եմ, ու վստահ եմ, որ մենք դեռ կհանդիպենք։ Եվ հիշեցնեմ մեր փոքրիկ, բայց հաճելի ավանդույթի մասին։ Յուրաքանչյուր հաղորդման ավարտից հետո մեր ակտիվ հետևորդներից մեկը կստանա նվեր մեր հյուրի կողմից, իր սրահում։ Այնպես որ եղեք ակտիվ, տարածեք, գրեք ձեր մեկնաբանությունները, մեզ շատ հետաքրքիր է եւ ասեմ, որ մեր նոր հայլուն հենց դուք եք կյանք տալիս։ Եվ շարունակեք հետևել մեզ, որովհետև այստեղ մենք տեսնում ենք ոչ միայն արտաքին գեղեցկությունը, այլ նաև ներքին ուժը։